Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եկեղեցի իշխանություն հակամարտության օղակը սեղմվում է, խոսույթը դառնում ավելի սուր։ Փաշինյանը գրել էր, թե եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահին նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Այսօր արդեն ավելի է խորացնում իրավիճակը, ըստ էության, պարզաբանումներ պահանջելով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Համանadrությամբ համանման հնարավորություն ստեղծված չկա, այսինքն գոյություն չունի համանդրական հիմք, որպեսզի պետությունը մուտք գործի եկեղեցական կառույց եւ այնտեղ փորձի պարզել ինչա ով է։ Հասարակական կարծիքի ճնշում, որը միակ բանն է, որ այս դեպքում կարող է լինել, այս դեպքում հակառակն է լինելու։ Եկեղեցի կառավարություն վերջին օրերի բախմանը հոգևորականներն անհատապես անդրադարձել էին, սակայն Մայրաթորը խախտեց լռությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ եպիսկոպոսաց ժողովում անդրադարձել է իրեն ձևակերպմամբ վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին։ Խորհուրդը ձևակերպել է, թե Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ առաքելական եկեղեցու, օրենքից վեր դասելով իր անձը։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները օր-օրի են մեծանում, անցնելով վերահսկելի սահմանը, աստվածաբանն է հիշեցնում ու հարց բարձրացնում, ինչպես կարելի է ներսում խզում առաջացնելու հարվածի տակ դնել եկեղեցին։ Խոշոր կառույցի հայկական, ավելի մեծ կառույցի, քան Հայաստանի Հանրապետությունը, աներևակայելի ազդեցություն Սփյուռքի վրա ունեցող, համաշխարհային համարում ունեցող կազմակերպության, որի ականջալուր է թե Վատիկանը, թե ականջալուր են բողոքական եկեղեցիները տարբեր երկրների։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ մենք ներսում խզում ենք առաջացնում։ Ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, միայն ավելորդ խզումն ու պառակտումն է խորանում այսպիսով, աստվածաբանն է ասում, դարձյալ կրկնում՝ մի իրողություն, որ մեր օրերում մեծ հարված կարող է լինել հայոց պետականությանը։ Միակ բանը, որ ես խելքի մոտիկ եմ համարում, դա նա է, որ ինչ որ ստեղծված իրավիճակից ինչ որ խոճապ առաջացել, որ իշխանությունը կարող է չպահպանվի։ Եկեղեցի իշխանություն խզումն իհարկե նոր բան չէ, բայց իրավիճակի այս տեսակ լարումը աստվածաբանը կապում է ավելի նոր իրողությունների ու զարգացումների հետ։ Հակառակ դեպքում այս պահը հավերժացնելիս Փաշինյանը ինչու չէր անում այն դիտարկումները, որ անում է այսօր։ Ադրբեջանում հրթիռային եւ հրետանային զորքերի վարժանքներ են անցկացվում, զորավարժություններում ներգրաված են համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր եւ փողային հրետանի։ Ամերիկայի ներքին անվտանգության նախարարությունը Լոս Անջելեսում իրականացրել է երկրորդ խոշոր ռեյդը երկու շաբաթվա ընթացքում միջազգային կազմակերպված հանցավորության դեմ, այս անգամ թիրախավորելով հայկական հանցավոր խումբ։ Fox News-ի հաղորդմամբ խմբի անդամները մեղադրվում են ավելի քան 30 միլիոն դոլարի հափշտակության մեջ, փոքր բիզնեսի օգնության եւ COVID դրամաշնորհների հաշվին։ Գլխավոր կասկածյալը հայաստանցի ծագմամբ ձերբակալվել է հատուկ գործողության ընթացքում։ Ըստ քննիչների նա ղեկավարել է կեղծ ընկերությունների միջոցով պետական միջոցների հափշտակելու սխեման։ Ձերբակալվել է 14 մարդ, գողացված գումարների մի մասը փոխանցվել է Հայաստան, ինչը բարդացնում է հետագա հետաքննությունը։ Ավելի քան 20 մարդ է զոհվել իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավում մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի գնդակոծման հետևանքով։ Ըստ հաղորդման իսրայելցի զինվորականները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ովքեր փորձում էին հասնել Ռաֆահում հումանիտար օգնության բաշխման կենտրոն, որը գտնվում է Պաղեստինյան անկլավի հարավում Եգիպտոսի հետ սահմանի մոտ։ Հարձակման հետևանքով զոհվել է 23, վիրավորվել ավելի քան 200 մարդ։ Թայլանդում Պակ Չոնգ նահանգում փիղը մտել է տեղական խանութ, որտեղ կրեկերներ է կերել, ապա հեռացել։ Նշվում է, որ Պլայ Բիանգ Լեք մականունով արու փղին բազմիցս հանդիպել են քաղաքում։ Նա մի քանի անգամ մտել է սննդի կետեր։ Ավելին, մթերային խանութը, որտեղ նկարվել է փիղը, գտնվում է ազգային պարկի կողքին։
Քաղաքապետարանն այս գլխից է զգուշացնում եւ հիշեցնում. նախատեսել էին 45 տրոլեյբուս գնել, բայց հիմա արդեն ընդամենը 15-ն են ձեռք բերել, գումար չկա։ Թերհավաքագրումներ են եղել։ Դրանց պատճառն ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի Երևանում տրանսպորտի ուղևարցի դեմ ակցիաներն էին, բոյկոտը չվճարել 150 դրամ։ Վերջին մեկ տարում քաղաքապետարանում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Քաղաքապետարանը թեև դատապարտում է ցանկացած կոռուպցիոն դրսևորում, համարում, որ յուրաքանչյուրն իր արժանի պատասխանը պետք է ստանա, բայց եւ տարբեր ձերբակալությունների առնչությամբ քաղաքային իշխանությունում որոշ անհանգստություններ կան։ Այն ձերբակալությունները, որ տեղի ունեցան Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես հասարակական կարգի ծառայության պետի, ինչպես նաև տեղյակ եք, որ ձերբակալվեց նաև կոմունալ տնտեսության վարչության պետը, երկուսն էլ կալանավորվեցին, բայց այդտեղ մի հետաքրքիր բան կա, էլի իրականում բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Քաղաքապետի խոսնակն անդրադարձավ նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստին։ Նա ըստ էության 1 տարի կալանավորված է։ Ազատյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք, որպես այդպեսին տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ, որոնք արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար։ Կոստանյանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից 3-ի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ 137, 147 եւ 109 մանկապարտեզներում շինարարական աշխատանքները դադարեցված են։ Մանկապարտեզներից մեկում էլ Երևանի քաղաքապետի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություններ է անցկացնում։ Ինչ է փոխվել մայրաքաղաքում կարմիր գծերի թանկացումից հետո, քաղաքը բեռնաթափվել է, Կոստանյանը դրական է պատասխանում։ Այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն եւ տարեկան փաթեթները ձեռք չբերեն հաշվի առնելով նաև գինը։ Այդ տեսանկյունից այո, ինչպես նշեցի, որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա, բայց այդ բեռնաթափումը, եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին եւ հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք հաղորդի մեզ հայտարարություն։ Քաղաքապետի խոսնակը դժվարացավ թվեր ներկայացնել, իսկ վարչական դատարանը մայիսի 23-ին անվավեր է ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավականու որոշման մի շարք դրույթներ։ Քաղաքապետի խոսնակը հայտնեց, որ առաջիկայում քաղաքապետարանը կհանրայնացնի կարմիր գծերի վերաբերյալ դատարանի որոշման դեմ քաղաքապետարանի բողոքը։ Առինջ գյուղի բնակիչները Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք դեմ են, որ հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի։ Նրանք նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։ Չի կարելի սեփական տների մեջ բարձրահարկ կառուցել։ Բարձրահարկ է կառուցում, որ վերևից նայեք, թե մարդիկ ինչ են անում, ասել են բողոքի ակցիայի մասնակիցները։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ընկերությունը չունենալով թույլտվություն արդյունահանել է խճաքարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքանության պարզվում են։ Մեկ գյուղ 3 սրբատեղի ուխտագնացությամբ է սկսվում օրը դեպի Ապարանի Վարդենիս գյուղ։ Առաջին կանգառը 7 վերք մատուրն է, կառուցված 12-ից 13-րդ դարերում։ Այստեղ գյուղի պատմությունն է ու ազդեցիկ հրաշագործ մատուրը։ Այս քարափի տակից դուրս է եկել 7 աղբյուր, որով հիմնականում սնվել է գյուղը։ Ու հենց այս հրաշագործ բուժիչ աղբյուրն էլ է խոստանում որդի պարգևել այն ուխտավորին, որը ձեռքը հոսող սառը ջրի տակ ամենաերկարը կպահի։
Սրբատեղին մարդկանց հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով վերածնունդ հիմնադրամը հանձն է առել ամբողջ տարածքը ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը, նորոգել ու բարեկարգել, պահպանելով դիմագիծը։ Հիմնադրամը այս տարիների ընթացքում մեծաքանակ աշխատանքներ է կատարել գյուղում, Օթարի Հակոբյանի ու Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Սա այն օրինակներից է, որ իսկապես եթե մենք բոլորս հասկանանք, որ պետք է խնամել հայրենիքը կկայանա։ Ինչ խորհուրդ ունի սա՝ միացման, հաշտեցման, ինքդ քեզ հետ, քո հավատքի հետ։ Ի վերջո քեզ փնտրելով, քեզ գտնելու, քո երկիրը միայն Երևանով չտեսնելու, ապարանի կոնկրետ Վարդենիս գյուղից մինչև մնացած գյուղերը ճանաչելու։ Գյուղում է նաև Սուրբ Նարեկ մատուռը, որը կառուցվել է փոքրիկ սրբատեղիի հիմքի վրա։ Մատուռի տարածքում տուն է եղել մի անկյունում սրբատեղին, որն էլ հայտնի է դարձել ավետարանի շնորհիվ։ Այն ի դեպ մի ընտանիքի է պատկանել, որի նախահոր անունը Պապե է եղել։ Գյուղացիներն էլ մետաֆորիկ Նարեկ համարել, բուժիչ պատմությունների շնորհիվ։ Այդպես էլ ստացել է Պապեի Նարեկ անվանումը վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Ավետարանը գտնվելու գյուղ է բերվել։ Այժմ Սուրբ Գիրքը այս մատուռում է։ Շատ տարբեր տեղերից մարդիկ գալիս են այդ ուխտի օրը, որտեղ հավատացած են, որ գիրքը ունի հրաշագործ հատկություններ, բժշկող հատկություն։ Ավանդույթի համաձայն այս տարի եւս օգոստոսի 3-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ կշարժվեն դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս կբերեն եւ Սուրբ Հակոբ եկեղեցի կտանեն հրաշագործ բժշկության ավետարանը։ Միայն այդ օրը հավատացյալները տեղի բնակիչներն ու բոլոր հյուրերը հնարավորություն կունենան շփվելու գրքի հետ եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու։ Կլինի պատարագ, գիրքը կհանվի, եկեղեցական կարգով դնում ենք այդ օրը, երկելով։ Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես հիմնանորոգվել ու վերահսկվել է 2012-ին Արթուր Ջանիբեկյանի վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Օծումից հետո հիմնադրամը որոշել է եկեղեցու ներսում խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը պատկերող 12 կտավները։ Ավետարանական գլխավոր թեմաները պատկերող ստեղծագործությունների հեղինակը Միքայել Հարությունյանն է։ Միքայել Հարությունյան պատրաստել է ֆանտաստիկ կտավներ։ Եվ եթե տեսնում եք այս ամբողջ եզրով, տեղերը թողնված է կտավի համար, ինքը տենց հավաքում է դառնալ հայկական Սիքստինյան կապել։ Հավատացյալները կարողանալու են այդ նկարների միջոցով Տիրոջ կյանքի ամբողջ ընթացքին հաղորդակից լինել, ծնունդ, մկրտություն, հրաշագործություններ, հետո մատնություն, խորթավոր ընթրիք ու բոլոր այդ տեսարաններն են լինելու մինչև խաչելություն եւ համբարձում։ Սուրբ Հակոբ եկեղեցու օրհնության արարողությանը պիտի մասնակցենք, այնպես որ շատ կուզեմ, որ ոչ միայն համայնքը մասնակից լինի, այլ նաև մեր ժողովուրդը ու կարևոր չէ հանրապետության որ տարածքից կգան։ Լույսից ծնված կտավների հանդիսավոր օծումը օգոստոսի 3-ին կլինի, իսկ ուխտագնացության ավարտին Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ներկաների հոգևոր աշխարհը Գեղարդ երգչախումբը հարստացրեց։ Մեր բնակչությունը շատ է ծխում։ Վիճակագրական տվյալներում էական փոփոխություններ չկան։ Չափահաս տղամարդկանց դեպքում թիվը կեսից ավելին է՝ 52%։ Ու սա այն դեպքում, երբ միևնույն ժամանակ տարեկան մինչև 5500 մահ են ունենում այդ պատճառով։ Հիմա էլ առաջատարը, անշուշտ առաջատարն է հասարակ տրադիցիոն ծխախոտը, ապա շուկա շատ ուժեղ եւ սկսում է մտնել էլեկտրոնային ծխախոտային ապրանքատեսակներ եւ տաքացման միջոցով օգտագործվող ծխախոտային ապրանքատեսակները։ Ինչպես նաեւ ապրանքատեսակներ, որոնք նիկոտին պարունակող են, նիկոտին պարունակող ապրանքատեսակներ, որոնք նիկոտին են պարունակում, իրականում բնականաբար առաջացնում են կախվածություն, բերում են մարդուն կախվածության եւ դրանից հետո մարդը դառնում է ծխախոտային արդյունաբերության մշտական սպառողը։ Այսպես կոչված ծխախոտային փոխարինիչների օգտագործումն ըստ Պաշտոնյայի մեծ թափով տարածվում է հենց երիտասարդության շրջանում, ինչն ամենամտահոգիչն է, ընդ որում այս տենդենսը ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում է նկատվում։ Մասնագետների գնահատմամբ սա հենց առաջին քայլն է կանոնավոր ծխող դառնալու ճանապարհին։
Հիմա նոր համային հավելումներ են ի հայտ գալիս։ Դրանցով է ներկայացվում ծխախոտը, որպես ավելի լավը, պակաս վտանգավոր կամ ընդհանրապես անվտանգ։ Նոր սերնդի համար նորը միշտ գրավիչ է, եւ ինչպես են երիտասարդները դրանց մասին տեղեկանում։ Հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով, կան նաեւ բլոգերներ, որոնք տեղեկացնում են։ Հիմա այստեղ է պետք աշխատել, պետք է նաեւ արգելք սահմանել այս համային հավելումների համար։ Իսկ հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումից 5 տարի անց ինչ արդյունքներ կան, որքան արդյունավետ է այն գործում։ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնյայի գնահատմամբ լավ, թեպետ նշում են իհարկե ամբողջական վերահսկողությունն անհնար է։ Գործարկում են բջջային հավելված, քաղաքացիներն առանց նույնականացման կարող են ահազանգել կարգ կանոնի խախտման մասին։ Նպատակը ոչ թե տուգանելն է, այլ երևույթը կանխարգելելը։ Մեկ ամսվա ընթացքում միևնույն հասցեի, օրինակ հանրային սննդի օբյեկտի հետ կապված 3 ահազանգ եղավ, հատուկ ուշադրության տակ կառնեն։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 23 շենքի տարածքում հունիսի 3-ին մինի լճակ էր առաջացել։ Ջրի խողովակն է վնասվել, իսկ ջուրն անխնահոսում է, ողողելով ամբողջ թաղամասը։ Խմելու ջուրը նաև նկուղներ է հասնում։ Հոսքն ըստ բնակիչների 10 օր առաջ է սկսվել, չեն հապաղել Վեոլիա ջուր են զանգահարել։ Ընկերությունից եկել են, բայց ասել են, որ խնդիրը քաղաքային իշխանությանն է, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից լուռ են։ Զարմանում եմ, ամբողջ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, մեզ մոտ Երևանում տեսեք ինչ պատկեր է։ Իդեպ ժամեր անց պարզ է դարձել, որ Բաբաջանյան 43 հասցեում իրականացվել են ջրատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքներ։ Հունիսի 3-ին Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 46-ամյա Համազասպի Տեսլան եւ 48-ամյա Արնակի ջիպ պիկապը։ Երկու վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամնած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետը։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը։ Հունիսի 2-ին ՈՒԱԶ-ը հայտնվել է Մեծամոր խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում։ Փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2-րդ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ջրասուզակ Հովակին Բաբայանն են ժամանել, նաև Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում էին նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ջրասուզակը մի քանի անգամ որոնողական աշխատանքներ է կատարել, հետո արդեն այն վերամբարձ կռունկի ու հատուկ ճոպանների օգնությամբ դուրս են բերել լճից։ Մեքենայի սեփականատերը 22-ամյա Գորը իրավապահներին հայտնել է, որ ՈՒԱԶ-ը ազգականին էր տվել։ Նրա հետ պարեկները կապ են հաստատել։ Վերջինն էլ հայտնել է, որ մեքենայում միայնակ է եղել, իսկ թե երբ ու ինչ հանգամանքներում է մեքենան հայտնվել լճում, պարզվում է։ Հունիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացած Արարատի մարզի բնակիչ Տիգրանն էր 49 տարեկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։